Անուն Հոր եւ Որդվո եւ Հոգին Սրբո, ամեն։ Սիրելի քույրեր եւ եղբայրներ, այսօր արտաքսման կիրակին է։ Մեծ պահքի այս ճանապարհը սկզբնական հանգրվաններում գտնվող մեր ժողովուրդը մենք բոլորս լսում ենք Սուրբ Պողոս Առաքյալի շատ խոր եւ պահանջկոտ հորդորը։ Սեր առանց կեղծիքի, ատելով չարը ընթանալ բարու հետևից։ Այս խոսքը միայն բարոյական խորհուրդ չէ, այն հոգևոր չափանիշ է, որով չափվում է մեր պահեցողության իսկությունը։ Սուրբ Պողոսը չի խոսում զգացմունքային ջերմության մասին, սրտի մաքրության մասին է խոսքը։ Առանց կեղծիքի նշանակում է առանց երկերեսության, առանց մտքում մի բան մտածելու, իսկ գործի մեջ ուրիշ բան անելու, անկեղծ։ Սեր, որը չի հարմարվում միջավայրին, սեր, որը շահ չի պնդում, սեր, որը չի ծածկրտվում հարմարվելու համար իր շրջապատ իրականության։ Արտաքսման կիրակին հիշեցնում է մեզ, սիրելիներս, որ մարդը ոչ թե միայն մի արարքի պատճառով ընկավ, այլ նրա սրտի խեղաթյուրման պատճառով։ Դրախտից արտաքսվելուց առաջ մարդը արդեն իր ներսում խզել էր իր կապը Աստծո հետ, օտարացել էր Աստծուց։ Եվ այսօր էլ ամեն մի կեղծ սեր, ամեն մի չարին հարմարվել մեզ այդ ներքին կապանքի մեջ է պահում։ Իսկ լեռան քարոզը, որ լսեցինք այսօր, մեզ ցույց է տալիս, որ Տերը այդ կեղծավոր սերը չէ պահանջում մեզանից, օրենքով պարտադրված սերը չի պահանջում մեզանից, ավելին է պահանջում։ Տերը պահանջում է, որ մենք բարձրանանք հոգեպես, որ ոչ միայն արտաքին կարգերը, կանոնները մեր բարքը դզենք, այլ հոգեպես բարելավվենք, վերանորոգվենք, վերափոխվենք, կատարյալ եղեք, ինչպես ձեր երկնավոր Հայրն է կատարյալ։ Այս կատարելությունը բարոյական անթերիություն չէ միայն, այլ ամբողջական մարդը իր սրտով, ներսը հոգեպես, իր գործերով, իր մտքերով, ամեն ինչով պետք է վերանորոգվի, վերափոխվի։ Այստեղ է Սուրբ Պողոսի խոսքը դառնում չափազանց հստակ։ Ատել չարը նշանակում է ոչ միայն դատապարտել չարը, չարիքների հեռու մնալ, այլ արմատախիլ անել այդ չարը անգամ մեր մտքերից, որովհետև մեր գործերը մեր մտքերի պտուղներն են, ուրեմն չարի մասին մտածելը անգամ պետք է հանենք մեր մեջից։ Փնտրել ճշմարտությունը, փնտրել անկեղծությունը, փնտրել կատարյալը եւ հասկանալ մի շատ կարևոր բան, օրենքը տրված է, որպեսզի մենք այդ օրենքի նշաձողից ցած ընկնելով չդադարենք մարդ լինել։ Ամենաքիչ, ամենափոքր բանն է, որ պիտի պահենք։ Իսկ ահա գալիս է Քրիստոս նոր կտակարանով եւ ասում է, որ այդ օրենքը ինչ որ կա, դրանք մինիմալ բաներ են։ Պիտի սիրեք ձեր թշնամուն։ Պիտի աղոթեք նրանց համար, ովքեր ձեզ չար են կամենում։ Պիտի ավելի բարին լինեք, պիտի նմանվեք ձեր երկնավոր Հորը։ Եվ գիտեք, այդ ճանապարհը ոչ մեկի համար եւ երբեք
հյուրին չի եղել։ Ինչպես կարելի է սիրել թշնամուն, աղոթել նրանց համար, ովքեր քեզ չարն են մտածում, չարն են ցանկանում, նեղացնում են։ Այդ ընթացքը, որ մեզ պատրաստում է այդ չարից ազատվելու եւ գնալու դեպի ճշմարտությունը, դեպի լույսը, դեպի Աստված, մեր եկեղեցին տեսել է պահքի միջոցով։ Եվ դրա համար սահմանել է այս 40-օրյա պահքը, որպեսզի մենք ժամանակ ունենանք անդրադառնալու։ Եվ այսօր ես մեկ-երկու օր առաջ կարդում էի Գերմանիայում ինչպես են մարդիկ պահքին վերաբերվում եւ շատ զարմանալի մի բան աչքիս ընկավ, 85% մարդկանց, հատկապես երիտասարդների, պահքը դրական է տեսնում։ Եվ իրենք ասում են, որ պետք է հրաժարվենք ալկոհոլից, մեր այս սպառողական մտածելակերպից, քաղցրավենիքներից, թվային այս աշխարհում այդ ահուբոհից, հրաժարվենք ինտերնետից, սոցիալական ցանցերից եւ այլն։ Սա կարևոր նշան է։ Սա ցույց է տալիս, որ ժամանակակից մարդը զգում է չափազանցության ծանրությունը եւ ազատություն է փնտրում։ Մենք մեր հոգեվոր եւ մտավոր կարողությունները այնքան ենք աղբով լցնում։ Պատկերացրեք մի դատարկ բաժակ եւ այդ դատարկ բաժակի մեջ տարբեր բաներ եք լցնում։ Կամ պատկերացրեք մի տուն, որ մտնում ես եւ պատերին, գետնին, տանիքին, կողքից, աջից, ձախից ապրանք է լցված, մտնում ես ոնց որ խեղդվես։ Տեղ չունես շնչելու։ Այդպես մենք աղբով ենք լցնում մեր միտքը, մեր առօրյան, մեր հոգին։ Եվ եկեղեցին գալիս է ազատելու, ասելու, որ պետք է ազատվես այդ ծանրությունից, այդ բեռից ազատվես։ Ազատվես, որպեսզի տեղ ունենաս Սուրբ Հոգու շնորհների համար։ Ազատվես, որպեսզի կարողանաս շնչել ազատ։ Ազատես քո մտքերը, որպեսզի կարողանաս բարին մտածել։ Սակայն, երբ որ տեսնում ենք մարդիկ հրաժարվում են ուտելիքից, 1000 տեսակի պահքի անուններ են, չէ՞ դնում, ինտերվալ ֆաստ եւ այլն եւ այլն։ 1000 ու մի բանից նայում ես մարդիկ հրաժարվում են, պահում են շատ հաճախ այդ պահքը, բայց վերջում նորից հագեցած չեն։ Ինչու հագեցած չեն։ Դատարկել են այդ բաժակը, չէ՞ որ լցված էր, այդ ամեն ինչով լցած տունը ազատել են աղբից, բայց հագեցած չեն։ Ինչու։ Որովհետև շատ կարևոր է, թե այդ բացը ինչով ես լցնում։ Քո հին սովորություններով նույն աղբը նորից բերում լցնում ես այդ ազատ տանդ մեջ, բաժակի մեջ, թե տեղ ես տալիս Սուրբ Հոգու շնորհների համար։ Եվ եկեղեցին ասում է, որ այդ բացը պետք է լցնես աղոթքով, պահեցողությամբ, բարի գործերով, Աստվածաշնչով, Բիբլ հայերեն Աստվածաշունչ, Աստծո շունչը քո առօրյայի մի մաս պիտի դառնա։ Եվ այդ ժամանակ Աստծո շունչը, Աստծո ներկայությունը քո կյանքում լցնում է այդ բացը եւ դու ներքուստ խաղաղություն ես գտնում։ Եվ այդ խաղաղությունը քեզ անսասան է դարձնում բոլոր փորձանքների, բոլոր չարիքների, բոլոր հիվանդությունների, բոլոր դժվարությունների միջով անցնելու հաստատություն է տալիս քեզ։ Արտաքսման կիրակին, սիրելի քույրեր եւ եղբայրներ, մեզ կանգնեցնում է ճշմարտության առաջ։ Մենք դեռ աքսորի մեջ ենք։ Մեր սերը մեր մեջ խառնված է կեղծիքներով, բայց հենց այդ պահին բացվում է վերադարձի ճանապարհը։ Մենք այսօր մեր եկեղեցով հիշում ենք, որ մենք դրախտից վտարվեցինք մեր այդ մեղքերի համար, բայց միևնույն ժամանակ այդ պահին մենք լսում ենք Աստծո ձայնը, այն հնարավորությունը, որ փրկություն պիտի գա։ Եվ մեր ազատ կամքով մենք կարող ենք որոշել, գնում ենք այդ փրկության ետևից, թե ոչ։ Մեր հայ սփյուռքի իրականության մեջ, երբ մենք աղոթում ենք խաղաղության համար,
երբ գրում ենք նաև անցյալի եւ ինչու ոչ ներկայի մեր վերքերը, հատկապես կարևոր է, որ մեր սերը չդառնա կեղծավոր, զգացմունքային։ Տեսնում եք, հանրային խոսույթում ինչքան կեղծիք կա, ինչքան սուտ կա, ինչքան չարություն կա մարդկանց մեջ, բայց եկեղեցին ասում է դուք այդպես մի ապրեք։ Մեր մեջ պետք է սերը տիրի, եւ այն պետք է դառնա համբերատար սեր, ներողամիտ սեր, զոհաբերվող գործ։ Միայն այդպիսի սերն է, որ հաղթահարում է դժվարությունները, հաղթահարում է այն բաժանմունքը, որ ստեղծվել է մեղքի պատճառով մեր եւ Աստծո միջեւ, եւ ազատում մեր հոգին կալանքներից։ Ես աղոթում եմ, որ Աստված այս մեծ պահքը մեզ համար դարձնի ոչ միայն չարիքից հրաժարվելու շրջան, այլ սրտի մաքրման, աստվածային սիրով լցնելու ընթացք։ Թող Սուրբ Հոգին սովորեցնի մեզ ատել չարը առանց մարդկանց ատելու։ Մենք ոչ թե մարդկանց պիտի ատենք, այլ չարը պիտի ատենք։ Եվ դա պետք է սովորենք։ Եվ սովորացնի Աստված մեզ կառչել բարուց, գնալ այդ ճանապարհով, որ տանում է մեզ, վերադարձնում է մեզ դեպի այն դրախտը, որտեղից վտարված ենք։ Այդ ժամանակ է, որ պահքը կդառնա ճանապարհ փրկության։ Այդ ժամանակ է, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդակցությունը մեր ամենքի հետ կլինի, ինչպես երեկ եւ այսօր, նույն եւ հավիտյանս հավիտենից ամեն։